Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը խոսել է Գևորգ Գրիգորյանից բաժանվելուց հետո նրա հետ նկարահանվելու մասին ու նշել. Երբ մարդիկ աշխատում են օֆիսում, միասին են լինում, բաժանվում են ճանապարհները, ինչ, հիմա պետք է նույն օֆիս չգնան, ինձ թվում է պետք չի հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ, եւ ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել, կարող է չլինել, իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա։ Նշենք, որ դեռ տարիներ առաջ խոսելով Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքային հարաբերությունների մասին Ռոմելան նշել էր. Մասնագիտական դադարներ միշտ անհրաժեշտ են, հատկապես երբ նկարահանվում ես երկարաժամկետ նախագծերում, բայց ես աննկարագրելիս սիրում եմ իմ գործը, նույն երկարաժամկետ աշխատանքներ ու ծանոթանալով սցենարին հասկացա, որ սա այն էր, ինչ անհրաժեշտ է ինձ այս փուլում։ Լեռները կհիշեն հեռուստասերիալում Ռոմելան մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։ Դերը պահանջել էր որոշակի արտաքին փոփոխություններ, երբ ծանոթացա կերպարին հասկացա, որ անհրաժեշտ են արտաքին փոփոխություններ, շատ արևոտ ու պայծառ աղջիկ է եւ ընտրությունս կանգ առավ հենց բաց վարսերի գույնի վրա, իսկ հետագայում նաեւ ավելացրին պեպեններ եւ ստացանք այդ դրական արևոտ ու պայծառ աղջկա կերպարը, որի հետ շատ ներդաշնակ եմ։ Առհասարակ դերի համար եւ առօրյայում ես պատրաստ եմ իրականացնել արտաքին փոփոխություններ, բայց այս պարագայում նման փոփոխությունն ինձ եւս հոգեհարազատ է։ Երբ նկարահանումներ ենք իրականացնում Հայաստանում, մենք իհարկե ունենք որոշակի սահմանված ժամանակ, բայց աշխատում ենք համեմատաբար թեթև գրաֆիկով, բայց արտերկրում իրավիճակն այլ է, մասնավորապես երբ մենք մեկնել էինք Մոսկվա եւ քաղաքի մի ծայրից մյուսը տեղաշարժվելը բավականին բարդ էր, ժամանակատար էր, բայց ամեն բան հասցրել ենք շատ թեթև ու հետաքրքիր նկարահանումներ ունեցել, որոնք հույս ունեմ հեռուստադիտողը կգնահատի։ Խոսելով դերասանական անձնակազմի մասին, դերասանուհին նշել էր նախորդ նախագծերում եւս դերասանուհի Ելենա Բորիսենկոն մարմնավորում էր իր մորը եւ այս անգամ եւս նրանք պահել են լավ ավանդույթները։ Ելենա Բորիսենկոյի հետ աշխատանքը շատ հաճելի է, երբ առաջին անգամ էի այս ոլորտում անում քայլեր, չեմ կարող չնշել, որ ինձ շատ է օգնել իր խորհուրդներով եւ այսօր եւս դա շարունակվում է։ Կարևոր գործոն է նաեւ Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքը, որի հետ համագործակցել ենք նախորդ նախագծում եւ երկուսս եք տեղյակ ենք հնարավորություններից, արդեն ճանաչում ենք միմյանց եւ դա հեշտացնում է աշխատանքը, երբ հենց առաջին սերիաների նկարահանման ժամանակ տաղավարում միմյանց ծանոթ մարդիկ են։ Ռոմելան նշել էր, ինչպես կյանքում, այնպես էլ սերիալում լինում են անկանխատեսելի զարգացումներ։ Առօրյայում մենք եւս պայմանավորված իրադարձություններով լինում ենք տարբեր։ Կյանքի որևէ փուլում, երբ քեզ վնասում են, բնական է, որ ի հայտ են գալիս բացասական էմոցիաներ։ Հետևաբար ես մարմնավորում եմ հերոսուհու, որն ունի իր պատմությունը, տրամադրության անկումներն ու կյանքի տարբեր փուլերը, որտեղ ըստ իրավիճակի արևն այլ կերպ է ինքնադրսևորվում։ Կարծում եմ, որ այնքան էլ տեղին չեն հնչող մեղադրանքները, քանի որ եթե մանրամասն հետևեն սյուժեին, կհասկանան, որ արևը մեղավոր չէր գլխավոր հերոսներից մեկի Հայկի մահվան մեջ։ Ես որպես հերոսուհի իսկապես այդ ամենին նայում եմ որպես դժբախտ պատահար, ոչ դիտավորյալ արարք։ Իմ դեմքին արվել է միայն մեկ վիրահատական միջամտություն եւ դա քթի վիրահատությունն է, իսկ ֆիլլերային միջամտություններ այժմ չկան, բայց պետք է նշեմ, որ սկզբում եղել է ֆիլլեր միայն շրթունքներից հատվածում, որը հեռացրել եմ, իսկ արդյունքը ակնհայտ է։ Դերասանուհին չի սիրում խոսել անձնականից, բայց հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ամուսնացած է։ Պայմանավորված նրանով, որ դերասանուհին չի հանրայնացնում անձնական կյանքը, մամուլում պարբերաբար տարածվում են տեղեկություններ զույգի ամուսնալուծության մասին, իսկ դերասանուհին ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։ Չեմ սիրում առհասարակ հանրայնացնել անձնական կյանքը պատտվող խոսակցություններն էլ շատ ենթադրյալ կարող են լինել, որևէ մեկը մի բան է գրում եւ դա տարածվում է, չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, ու չնայած այս ամենին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոմելան ու նախկին ամուսինը իսկապես բաժանվել են։ Խոսելով նաև Սևազգեստ կանայք գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ռոմելան մարմնավորում էր գլխավոր հերոսի սիրուհիներից մեկին եւ խաղում էր բարդ կերպար, այս գեղարվեստական ֆիլմում Ռոմելան մարմնավորում էր մերկապարուհու։ Նման կերպար կերտելը բարդ էր, բայց ինձ տվեց համարձակություն եւ հետագայում ես կկարողանամ աշխատել մասշտաբային նախագծերում։ Կերպարը եւս սուր էր, քանի որ հեռուստադիտողն ինձ չէր տեսել համարձակ կերպարում, իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, նրանք 72 ժամից ավել չեն շարունակվում։ Այնուամենայնիվ ուրախ եմ, որ թեկուզ քննադատությունների ձևաչափով կերպարը քննարկվել է եւ իր շուրջ ստեղծել է աժոտաժ։
Գևորգ Գրիգորյանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. «Մի պահ չգիտեի կյանքում ինչով զբաղվել, իսկ մայրս միշտ երազում էր, որ ես դերասան դառնամ։ Ընկերներ ունեի թատերական ինստիտուտից, շփվում էինք, հետաքրքրվեցի, թե ինչ է պետք ընդունվելու համար։ Գրքերի ցուցակ տվեցին, որ պետք էր կարդալ, էտյուդ, երգ եւ այլն։ Մեկ ամսում պատրաստվեցի, քննությունները հանձնեցի ու վերջ։ Եղել է սպոնտան որոշում»։ Նա նշել է, որ իրական կյանքում բավական ամաչկոտ է, ինչը սովորաբար դերասանի մասնագիտությանը բնորոշ չէ։ Գուցե տարօրինակ թվա, բայց ես հարսանիքների ժամանակ չեմ պարում մարդկանց առաջ ելույթ ունենալն ինձ համար շատ բարդ է, սարսափելի, լարվում եմ։ Ինչպես կարող էի այս մասնագիտությունն ընտրել, դա էլ չեմ հասկանում։ Երբ տեսախցիկն է նկարում ու ես ուրիշի եմ մարմնավորում, չեմ ամաչում, բայց հենց այնպես ուղղակի չեմ էլ պարի, ես կենացել եմ ամաչում ասել։ Միշտ բոլորին հետաքրքիր է, թե ով ում հետ է քնում, չգիտեմ ինչ ասեմ, Աստված իրենց հետ։ Ես տենց ղալաթ էլ կյանքում չեմ անի սկսել իմ անձնականից պատմել։ Վերջապես մեծացա 35 տարեկանում, հասկացա, որ եթե մի բանի անունը անձնական կյանք է, դա անձնական է։ Հա, ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում, երևի ավելի շատ, քան մարդիկ գիտեն։ Հնարավոր է եւս այդքան էլ ունենամ, եթե այդքանը կհետաքրքրի, խնդրեմ, կարող են հետևել Instagram-ին կամ ինչ-որ մի տեղ ժամանակ առ ժամանակ կարող է նման բաներ լինի կամ կարող է կյանքում էլ չունենամ հարաբերություններ։ Նենց որ չգիտեմ արդյոք արժի հետևել նման իրադարձություններին։ Իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն վերջին մի քանի տարվա ընթացքում։ Չեմ կարող ոչ մի բացասական վատ բան ասել։ Իմ մոտ ամեն ինչ լավ է, Ռոմելայի մոտ էլ է ամեն ինչ լավ, անհանգստանալու կարիք չկա։ Գևորգի եւ լուսանկարչուհի Յուլիա Կուրոչկինայի ամուսնական կյանքը տևեց ընդամենը 6 ամիս։ Հայտնի դարձավ, որ զույգը ամուսնալուծվել է, սակայն երբ եւ ինչու Գևորգը մանրամասնել էր ավելի ուշ։ Բաժանվել ենք ինչպես հասուն մարդիկ առանց բուռն դրամաների։ Դերասանի խոսքով ամուսնալուծությունից հետո նախկին կնոջ հետ շփումը չեն պահպանում։ Թշնամիներ չենք, բայց ամուսին եւ կին լինելուց հետո ընկերներ մնալը հեքիաթ է, կարծում է դերասանը։ Խնդիրների պատճառները մանրամասնել Գևորգը չցանկացավ, սակայն հերքեց մեկնաբանությունները, թե կնոջ օտարազգի լինելն ինչ որ դեր է խաղացել եւ ամուսնության ընթացքում մտածելակերպի խնդիրներ են առաջ եկել։ Անդրադառնալով հարցազրույցներից մեկում իր արտահայտած մտքին, որ այս տարի իր վերջին ձեռքբերումը կնոջից բաժանվելն է, ավելորդից ազատվելը եւս ձեռքբերում է եւ դրան հետեւած քննադատություններին Գևորգը նկատեց, որ իր ասելիքը ճիշտ չի ընկալվել։ Ավելորդը կնոջս չէր վերաբերվում, այլ այն ամենին, ինչ կար հարաբերություններում, ինչը թույլ չէր տալիս մեզ լինել լիարժեք։ Ամեն մարդ հասկանում է ըստ իր ուղեղի հնարավորությունների, եթե ասում եմ ավելորդից ազատվել, միանգամից մտածում են մարդու մասին է։ Մենք ազատվեցինք մի բանից, շանս տալով մեկս մյուսին գտնել սեփական երջանկությունը, թե ով ինչ կմտածի կամ ինչ են քննարկում, միայն կասեմ, նրանց մութ անտառում եմ տեսել։ Ամեն մարդ պետք է իր կեղտոտ սպիտակ եղենով հետաքրքրվի։ Հարցին արդյոք այդ ամիսների ընթացքում հասցրել է նոր հարաբերություններ կառուցել ընտրյալ ունի, դերասանը պատասխանել էր. հիմա ընտրյալս արվեստն է, նկարչությունն ու քանդակագործությունը։ Քանդակ երբևիցե չէի արել, բայց երբեք ուշ չէ սկսել։ Ինձ թվում է եւ հերիք է հանրային կյանքին պետք է վերջ տալ։ Ես իմ աշխարհը, իմ ընտանիքը, մոտոակումբը, սեփական մարմնի քանդակագործությունն ու իմ շները։ Լիարժեք եմ այդ ամենով, նշել էր դերասանը։